Եվ շատերը կարծում են, որ դուք բանակցելու բավականաչափ հմտություններ չունեք։ Առհասարակ ինչպես է գնահատում բանակցելու ձեր ունակությունները։ Ես միշտ եմ աշխատել այնպիսի տեղերում, որտեղ եղել են բանակցային հմտություններ են պահանջվել միջազգային բազմաթիվ հարթակներում, այդ մարդու իրավունքների դիվանագիտություն, որ կա, ասում են, ես միշտ կիզակետերում եմ եղել, միշտ ղեկավարել եմ խաղաղասիրական տարբեր աշխատանքներ, ուրիշ երկրներում, կոնֆլիկտային երկրների հետ, եւ իմ այդ փորձը ձևավորվել է այդ կառույցներով, բայց ես մի բան էլ գիտեմ, որ ինչ էլ ուզում է բանակցես, նախ դու պետք է սահմանես ինչ է քո համար արդյունքը, քեզ ինչ արդյունք է պետք այդ բանակցությունների ժամանակ ու ունենաս սկզբունքներ ճիշտ։ Այստեղ եւ այս ընթացքում բոլոր բանակցությունների ժամանակ ես միշտ աշխատել եմ պահել այդ սկզբունքները, այսինքն արդարություն, հանուն պետականության, անձնական շահերը չեն կարող գերակայել երբեք եւ չի կարող լինել որևէ բան, որը կարող է վեր լինել մեր երկրի անվտանգության շահերից։ Ցավոք սրտի եղել են հիասթափություններ, այո։ Այս քաղաքականությունը, գիտեք, sense մի բան էլ ինչ շատ է հիասթափություններ ինչու են եղել, որ տեսնում ես մարդկանց տարբեր քաղաքական գործիչների, որոնք հեռուստացույցով կամ էկրանի ցանկում հայրենասիրական գեղեցիկ խոսքեր են ասում։ Հետո շփվում ես հետները, հասկանում ես, այս մարդը մենակ իր անձնական հարցերի մասն է մտածում։ Պաշտոն, հետագայում ինչ է լինելու իր հետ եւ այլն։ Այդ ժամանակ արդեն անունը ինչ ուզում ես դիր, բանակցություն դի, ինչ դի, կարող է մյուս կողմը դնի անունը բանակցություն։ Բայց այդտեղ արդեն այդ ինձ համար այդ մարդը արդեն վերջացած մարդ է։ Ես միշտ ղեկավարվել եմ այս սկզբունքներով։ Ցանկացած բնակավարում։ Եթե դա անունը ինչ որ մեկը կարող է դնել բանակցություններում կոշտություն կամ եւ այլն, դու ինչ ուզում են թող դնեն։